Միքայել Սրբազանը կտեղափոխվի Իզմիրյան հիվանդանոց, նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր, բժիշկները հայտնել էին, որ նրան վիրահատություն է անհրաժեշտ։ Միքայել Սրբազանի պաշտպանների թիմն է հայտարարություն տարածել, նշելով, որ Իզմիրյան բժշկական կենտրոնում իր հաշվին Միքայել Սրբազանի վիրահատվելու հարցը բարձրացրել են դեռևս հոկտեմբերին քրեակատարողական ծառայությանն ուղղված դիմումով։ Կառավարությունն այսօր որոշել է ժամանակավորապես 6 ամսով արգելել Հայաստանի տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով։ Մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտահանումը նվազեցնելու, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ 2025 թվականի նոյեմբերին քրեակատարողական ծառայության աշխատակիցները հայտնաբերել են 72.48 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 165 բջջային հեռախոս, 223 բջջային հեռախոսի պարագա, 13 Wi-Fi սարք, 19 կտրող ծակող առարկա, 135.4 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ։ Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից։ Աղետի դեպքում կամ արտակարգ իրավիճակներում 102 911 կամ 101 հեռախոսահամարների փոխարեն այսուհետև պետք է զանգահարել 11-2 հեռախոսահամարով։ Ներքին գործերի փոխնախարարն այսօր ասել է, որ հին հեռախոսահամարները կշարունակեն գործել, զանգերը կվերահասցեագրվեն 11-2-ին։ Միայն իրազեկման ակցիաներից հետո հին հեռախոսահամարները շրջանառությունից կհանվեն, 11-2-ը Եվրամիությունում օգնության կանչի ընդունված համարն է։ Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ամանորյա միջոցառումներով պայմանավորված դեկտեմբերի 12-ին ժամը 21-ից մինչև դեկտեմբերի 15 ժամը առավոտյան 7-ը կդադարեցվեն Հանրապետության հրապարակի Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը։ Դեկտեմբերի 14-ի ժամը 16-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում մինչև համերգի ավարտը։ Դեկտեմբերի 13-ին ժամը 23-ից մինչև դեկտեմբերի 14-ը երեկոյան 24:00-ին երկկողմանի կդադարեցվի երթևեկությունը նաև Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։